Հրապարակված ձայնագրությունների մեջ այդ մարդն ասում է, այս ազգը խորը անասուն ազգ է։ Հիմա հարց հարգելի ինդիմադիրներ, դուք ձեզ դասում եք այդ խորը անասուն ազգի մեջ։ Բագրատ Գալստանյանը ձեզ նկատի ունի, թե չունի։ Միայն հայ ժողովրդին խորը անասուն ազգ համարող մարդը եւ խումբը կարող է ծրագրել Հայաստանում քաղաքում ավտոբուսներ հրկիզելով, ստեղծել քաոս եւ այդ քաոսի վրա հասնել սեփական ճղճիմ քաղաքական նպատակներին։ Այն բանը գահերի խաղի մեջ Little Finger-ը, որ ասում է քաոսը սանդուղք է, որի վրայով կարելի է բարձրանալ եւ տիրանալ իշխանությանը։ Հիմա ձեզ համար քաոսը սանդուղք է, սիրելի հարգելի գործընկերներ, որ այսօր եկել եք այստեղ խոսում եք հեծից, պետությունից, ժողովրդից, դուք ընդամենը տերորիզմի մեյքափն եք նստած այդտեղ Տիկին Գրիգորյան եւ դուք բոլորը տերորիզմի մեյքափն եք դուք, որտես գալիս եք այստեղ բան եք անում։ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն եք, հիմա էլ դարել եք տերորիզմի մեյքափը։ Կխոսանք հեծի մասին, կխոսանք ինչն է ժողովրդից խլվել, ինչն է ժողովրդին վերադառնում։ Բայց դուք պիտի պատասխանեք հարցերի, այդ որ ասում է մեռնել կամ մերցնել, ձեր քաղաքական թիմակիցը, ձեր հովանավորյալը, դուք դրա մեջ ինչ բաժնեմաս ունեք։ Դուք էլ եք պատրաստվում մեռնել կամ մերցնել, դուք էլ եք պատրաստվում պատերի տակ մարդկանց գյուլել, հատկապես հաշվի առնելով, որ վերջերս դաշնակցական ինչ էր անունը, չեմ հիշում, Հրանտ ինչյան, Մարգարյան, ասել էր, որ հոկտեմբերի 27-ը պորտկում էր, չէ՞։ Դա լավը չեք ասում զարթոնք էր հոկտեմբերի 27-ը։ Չէր ասել տես բան, պարոն Մինասյան։ Չէ ասել տես բան։ Պարոն Մինասյան, հարց եմ տալիս, դուք էլ եք պատրաստվում պատերի տակ մարդ գյուլել։